անկախության օրն էր Տիգրանս, 89 թվականի մարտի 17-ին ծնվեց։ Ութսունութի մեծ աղետից հետո Աբգարյանները որոշեցին եւս մեկ զավակ ունենալ։ Ունեցան։ Նա դարձավ քաղաքական մեծ աղետին հենց Երևանի սրտում։ Տիգրան Աբգարյան, 1-10-ից։ Այս հենց էր անընդհատ ինքը շատ բոյով էր, բոյովա ու հենց հասներ տուն թե չէ պետք է ինձ այսինչ գրկեր ընկնում էր ամբողջությամբ ուսիս վրա, ասում էի տղա ջան, ես ախր դու ծանր ես, ես քեզ կարող եմ պահել այդքան։ Ընդամենը 18-ամյա սերժանտ, ով կոչված էր պաշտպանելու անկառավարելիության աստիճանի հասած հասարակական կարգը։ Սովորության համաձայն ես նստած ընկնում եմ, մամ, այս ընտրությունները մեզ համար լավ չեն վերջանալ։ Ես սարսափում էի, այ բալա ջան, մենք ինչ գործ ունենք ընտրությունների, մենք ոչ թեկնածություն ենք դրել, ոչ կուսակցության անդամ ենք։ Տիգրան Ձորամասը տեղակայված էր Ազատության հրապարակում։ Մոր անհանգիստ սիրտ էր, հենց առավոտյան 10-ին շտապեց հրապարակ, համոզվելու, որ տղայի ծառայությունն անցնում է սովորականի պես։ Տեսել է ինքը հեռվից ինձ, սենց կռացել է մթամ իրա բացինքի շնորոքն է սարքում, շիտն էլ սենց պահել է դեմը երեսի, էլի, որ ես իրան չտեսնեմ։ Ու ինձ սենց հանում է շիտի հետևից, ինձ սենց հանում ձեռքով, գնաս տեղից, ինչի ես եկել, գնաս ինձ աչքերով բան ինձ ասում է, ինչի ես եկել, այս երեխա չեմ, դու իմ հետևից գալիս ես։ Երեկոյան ժամը 7-ին արդեն անհանգիստ մորը միացավ նաև Տիգրանի հայրը։ Որդին դեռ Ազատության հրապարակում էր, մայրը բոլորից թաքուն հասցրեց տղայի գրպանը խցկել ծխախոտ ու քաղցրավենիք։ Շուռ եկա, վազքով ահագին տեղ գնաց, կանգնեց, մի հատ ունենց կարոտով հայացքով նայ, ու սենց արեց դե լավ հաջո։ Տիգրանն իր 19-ամյակն անցկացրեց անգիտակից վիճակում, իսկ մարտի 11-ի առավոտյան մահացավ։ Ինչ կարող էր գրել հաջորդ օրն առավոտյան մամուլը 18-ամյա երիտասարդի մասին, ընդամենը այն, որ ծնվել է 89-ի մարտի 17-ին, միջնակարգն ավարտելուց հետո Մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սան է դարձել։ Տիգրանենց տանը պահպանվում է մի ժապավեն, ուր նա մասնակցում է հայտնի աթոռակռիվ խաղին։ Հերթական շրջապտույտի ժամանակ Տիգրանն իրեն հատուկ անմիջականությամբ ենթադրյալ հաղթող պարտվողներին ու նրանց ծափ տվողներին նետում է, դաղալ եք խաղում։